Ողջույն սիրելի հետևորդներ, ես շտապում եմ HBO թատերասրահ, այսօր խաղալու ենք Գեղեցկուհին եւ հրեշը ներկայացումը, այսքան սպասված ներկայացումը հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը։ Ինձ թվում է պակասում էր ամեն դեպքում այս մասը, թատրոնային մասը պակասում էր ու պիտի լցվեր այստեղ։ Մանավանդ որ մանկական ներկայացումների պակաս իսկապես կա այստեղ ու մենք այստեղ շատ լավ թատրոն սիրող հայեր ունենք ու ինձ թվում է հենց այս պետք էր իրենց։ 1 տարի շարունակ շատ սիրով աշխատում ենք, շատ սիրով մեր մասնագիտությամբ ենք զբաղվում այստեղ, որ ինձ թվում է շատ ողջունելի է, շատ կարևոր է, շատ պարտավորեցնող է ու շատ սիրուն է։ Իսկ մի հարց էլի ժողովուրդ ջան, կարողա փորձ անենք, խայտարակ ենք լինելու։ Փորձը կանենք, մենք խոսենք կանենք, ահա։ Սկիզբը շատ վատ էր, շատ վատ էր, բայց փառք Աստծո հայտնվեցին մեր ընկերները, մեր փոքր սերունդի ընկերները, բայց մեր թատրոնից, երաժշտական պետական կամերային թատրոնից ու նորից ստեղծեցին այս հայ արտիստ թատերախումբը ու հիմա կամած փոքր քայլերով գնում ենք առաջ Իվան ջան, որի մեջ նաև դու ես ընդգրկված, ես, նաև իրենք, հենց իրենք էլ խաղում են։ Իսկ ուրիշ դերասանների թատերախմբերի հետ համագործակցել եք խաղալ։ Այո, հիմա փորձում եմ կամած, որովհետև կան ընկերներ, Գրիշնա անում, Գնելնա առանձին անում, հիմա սկսել են, հավաքվել են, խմբեր են կազմել ու ուզում են անպայման ներկայացումներ դնել, որովհետև ստեղ դրա պակասը շատ կա։ Ստեղ հայերի մեջ շատ կա դրա պակասը։ Ու կամած սկսել են ստեղծել։ Այ ոնց ես դու հիմա ստեղծում։ Ոնց է կոչվում քո հաղորդումը։ Հայն ու հայը։ Հայն ու հայը, դες ինչքան գեղեցիկ է, ինչքան սիրուն է։ Մեր նպատակն է, որ հայը հայի կապ չունի Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում, իրար օգնեն։ Մեր հաղորդաշարի նպատակը դա է։ Լավ եք անում, շնորհավորում եմ ձեզ ստեղծագործական կանանչ ճանապարհ եւ ընդհանրապես բոլորին, բոլոր հայերիս։ Ինչ որ ուզում են այստեղ անեն, թող իրանց համար լինի ստեղծագործական sense առաջընթաց։ Շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Սովորել ես թատերական։ Սովորել եմ Գաբրիել Սունդուկյանի անվանած ակադեմիական թատրոնի գիծ դրամատիկական յոլցիան, այնտեղ սովորել ենք, խաղացել ենք, վաղ եմ ունեցել Սունդուկյանի բեմից ելույթ։ Այդ զգացողությունը ապրում ես, ծափարությունները հանդիսատեսի հետ շփվում, մեկ էլ դա կտրվում է։ Դա ոնց ասեմ, բառերով չենք կարող բացատրենք, ճիշտ է, բիզնես չի, փող չի, չես աշխատում, բայց մեծ ուրիշ զգացողություն այդ։ Կյանքը մենակ բիզնեսի ու փողի մեջ չի։ Եթե կյանքը ճիշտ դասավորես, կհասցնես համ գումար հայթայթել, համ արվեստով զբաղվել, համ քեզնով զբաղվել, համ նոր բաներ։ Օրինակ մեր թատերախմբում բնական հաճող չկա։ Չկա։ Ո՞վ է։ Ընտի։ Ես շատ եմ սիրում բեմը, շատ եմ սիրում թատրոնը,
քանի որ մանկուց բեմում եմ եղել, իմ համար շատ հոգեհարազատ է, ես ինձ շատ լավ եմ զբաղվել։ Դες էլ մեծ հնարավորություն է, որ կարողանամ նորից ներկայանալ մի քիչ ավելի ուրիշ ձևով։ Իսկ թատրոնում խաղացել եք, Լուսինա, գիտեմ որ երկու եք։ Խաղացել եմ փոքր ինչ որ մի բան Հայաստանում, բայց ավելի սենց մեծ դերեր եղել է ու շատ մեծ պատասխանատվություն է իմ համար, ուզում եմ սովորեմ, փորձեմ, իմ համար նորություն է ու շատ մեծ սիրով եմ անում ու շնորհակալություն հայ արտիստ խմբի, որ հնարավորություն է ինձ ընձեռնում ու մենք կարողանում ենք չգիտեմ, Ամերիկայում հայերով հավաքվել ու կարողանալ մեր հայ մշակույթը նորից ներկայացնել։ Որ ես աշխատում եմ արդեն տարիներ շարունակ երեխաների հետ եւ զգացի այն պակասը եւ այն հոգեվոր կապ չունի ներկայացումը լավն ավատ ներկայացումը հիմա մի քիչ վատ է, մի քիչ թերիա, մի քիչ ինչ որ մի բան այն չի, այս պայմաններում այն ինչ որ մենք անում ենք, կարծում եմ մաքսիմումն է, որովհետեւ տարիներ շարունակ համենայն դեպս տեսել ենք ձևավորվել են խմբեր, փորձել են ինչ որ մի բան անել, բայց շատ շուտ հանձնվում են, իսկ մեր դեպքում ուղղակի չենք հանձնվում։ Ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգներում այս պայմաններում չունենալով բեմ, այսօր մենք համոզվեցինք, որ ընդհանրապես 2 անգամ բեմական փորձից հետո մենք խաղացել ենք շատ լավ ներկայացում, բայց ես մի բան ասեմ, ես ինչն եմ գնահատում մեր խմբում, որ մենք գիտենք ամեն մեկս ժամավճարով աշխատող մարդիկ ենք ու յուրաքանչյուրից 1 ժամ աշխատածը շատ կարևոր է, որովհետև մենք շատ ծախտատար երկրում ենք ապրում, բայց երբ որ մեկը թողնում է իր գործը, մեկը թողնում է իր փող աշխատելու միջոցը ու գալիս է այդ ամեն ինչ անում է բարի սրտով, բարի գործի համար, այդպես չկա միտեղ, որտեղ թատրոնը բիզնես է, թատրոնը ինքը բիզնես չի կարող լինել, որովհետև երբ որ դու հանում ես ծախսերը, ներկայացման հագուստը, որակ ես ուզում տալ ու հասկանում ես, որ առանձնապես գումար աշխատելու առումով դա բիզնես չի, դա պարզապես ընկերներիդ հետ հոգևոր սնունդ կասենք, թե կասենք լավ ժամանց, օրինակ մենք ունենք սրա կարիքը։ Ինձ թվում է բոլորս անում ենք դրա համար, որովհետև ներսից կա այդ ցանկությունը անելու, բեմում խաղալու, այդ կարոտը առնելու։ Դրա համար այս ամեն ինչը բիզնես նպատակներով չեն կարող անել։ Մենք անում ենք լավագույն հագուստով, լավագույն դեկորով ու անում ենք լավագույն վայրում։ Այդ ամեն ինչը կախված է իրոք մեծ ծախսերի հետ։ Ու ես ուզում եմ ասել շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են այս ամեն ինչին։ Այո, ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնեմ մեր հանդիսատեսին, մեր հրաշք երեխաներին, որ գալիս են, այս մի քանի ժամը ապրում են հեքիաթով, ապրում են թատրոնով։ Այնպես որ եկեք թատրոն։ Հրաշալի տրամադրություն է այսօր, որովհետև մեր հյուրն է շատ կարևոր։ Օ, Մարի, դու ո՞ր հերոսի սիրեցիր, Մարի ջան։ Բոլորը։ Ուй, ես ակի Մարի, ասում բոլորի սիրել ես հեքիաթ հերոսներին։ Հա, իսկ մուլտիկը տեսել ես Գեղեցկուհին հրեշը։ Հա։ Ֆիլմը։ Չէ։ Գեղեցկուհուն սիրեցի՞ր։ Հա։ Կուզենաս Գեղեցկուհուն նման լինել։ Հա։ Հա, իսկ դու մեծանաս ինչ ես դառնալու։ Ինչ ես շատ սիրում, ինչ ես դառնալու։ Պարուհի։ Պարուհի։ Բարի գնում ես։ Հա։ Պարուհի ես դառնալու, պարուսուց։ Հա։ Դու ներկայացումը նայում էիր, որ կերպարի շատ սիրեցիր։ Հրեշի շատ սիրեցիր։ Հա։ Իսկ կուզենաս հրեշի նման խաղալ։ Հա։ Այ, շատ ապրես, շնորհավոր ձեր տոնը։ Լավն է ներկայացումը։ Հա։ Հա, էլի կգաս թատրոն։ Հա։ Բայց տեսել էիր Գեղեցկուհին հրեշը մուլտիկը, կինո։ Հա, տեսել եմ։ Հա։ Իսկ դու մեծանաս ինչ կդառնաս։ Դասատու։ Ինչ ես դառնալու։ Աստված։ Աստված։ Որ ինչ անես։ Որ ես պաշտպան եմ բոլորին, որ։ Դու դառնալու ես Աստված, որ պաշտպանես բոլորին։ Այո։